Փարքնժդեհին ինչպես ժողովուրդն է ասում գելթոզը շարունակվում է։ Ինչ ասել է գելթոզ։ Սա պատկերացրեք գայլի լակոտները երբ որ իրար հետ խաղում են, բայց իրականում դա նաև հակամարտություն է, նաև փորձ են ձեռք բերում հետագայում կարողանալու իրենց պաշտպանել, այսինքն խաղ, որը նաև մարտական հմտությունները զարգացնելու գործընթաց է, եւ այդ երկու ձագերը իրար հետ քաշ քշելով, թավալվելով, թափ տալով փոշուամp են բարձրացնում եւ տպարություն է ստեղծում, որ հակադրվողները նորմալ ուժեղ գայլեր են։ Այս process-ն է հիմա գնում, ինչքան փոշուամպը մեծ, այնքան տպավորությունը մեծ։ Այսինքն սրանով իրենք ուզում էին ցույց տալ, որ Հայաստանում գործող քաղաքական ուժերից այս երկուսն է ընդունակ Հայաստանում ինչ-որ բան անել։ Իհարկե իրենք չեն կարող իրենց հեղինակության մասին մտածել, այսինքն դա անհնար է բարձրացնել թե նախկինների, թե ներկաների հեղինակությունը, իրենք այդ ուղղությամբ գործել չեն անում, ուղղակի իրենք այդ փոշուամp բարձրացնում են, որ ժողովրդի աչքերը կուրացնեն եւ ցույց տան, որ ուզեք թե չուզեք այս երկու ուժն է մնացել եւ ձեր ընտրությունը չարյաց փոքրագույնին է ուղղված, լավը չկա, որ դուք ընտրեք։ Այսինքն իրենք այդ փոշուամպով փորձում են ժողովրդին կուրացնել, որ ժողովուրդը չտեսնի երրորդ, չորրորդ ուժերին։ Հասկանալի է սա ինչին է ուղղված։ Եվ այդ փոշուամպը, որ արդեն նստում էր եւ այն էֆեկտը չուներ, նրանք որ ասում են երրորդ ձագը խառնվեց, այդ գայլի եւ արդեն չորրորդը եկավ Ռուսաստանից եւ այդ քաշքշուկը ուզում են այնպեսի ներկայացնել ժողովրդին, որ հա տեսեք ինչ են անում իրենց։ Ես սրա մեջ ուրիշ բան եմ տեսնում, քանի որ մեր նախկին ու ներկա կոչվածները նաև եկեղեցին բացառապես կառավարվում են Կրեմլի եւ նույնիսկ Նիկոլի թիմը մասամբ նաև ինչու մասամբ կիսով չափ նաև Անկարայի եւ Բաքվի կողմից նրանց հանրարությունը իջեցված, որ օրինակ, հենց օրինակ, մեծամտություն չլինի ազգային ժողովրդական բևեռի գործողությունը պետք է ստվերել կամ խանգարել, չգիտեմ, ինչ ուզում եք արեք, որպեսզի նրանք ժողովրդի համար ճանաչելի չլինեն, ցանկալի չլինեն, ժողովուրդը չտեսնի, չիմանա, որքան կվարկաբեկեք, մնացած մասով էլ պետք է այնպես անեք, որ բևեռը չերևա, որովհետև մեր թշնամիները շատ լավ գիտեն, որ ազգային ժողովրդական բևեռը արտաքին աշխարհում հակաթուրքական, հակառուսական գործողություն են իրականացնում։ Նրանք լավ գիտեն, նամանավանդ Ալիևը, որ բևեռը լուրջ վտանգ է հենց Ադրբեջանի գոյության համար նաև, որովհետև իրենք ուղիղ մեղադրել էին Ամերիկային, իբր Ամերիկան աջակցում է մի քաղաքական թիմի, որը իշխանության գալով Հայաստանում Ադրբեջանի կործանումը կարող է հիմնադրել։ Խոսքը վերաբերում է հենց ազգային ժողովրդական բևեռին։ Այսինքն հայ ժողովրդի աչքից հեռու պայելեն գործողությունը, այսինքն ազգային ժողովրդական բևեռը լոբիստական կազմակերպությունների միջոցով թե Եվրոպայում, թե Ամերիկայում կարողանում է քաղաքական վերնախավին հասկացնել Հայաստանի կարևորության մասին, Նիկոլի դավաճանության մասին, թշնամիների նպատակների մասին եւ խանգարում է իսկապես նույնիսկ ադրբեջանական լոբիստների աշխատանքին, որոնք հակահայկական քարոզությամբ են զբաղված Ամերիկայում եւ Եվրոպայում։ Այս գելթոզի հետ կապված նաև իրենք մի քիչ ավելի այսպես տարածվեցին, երբ որ եկեղեցուց, չգիտեմ, ինչ-որ հեղաշրջման, թե հանցագործության փաստաթղթեր են հայտնաբերել, որտեղ թիմերի անուններ են նշված կամ մարդկանց անուններ, բայց եւ կան տողեր, որտեղ ազատ են թողնված, որը այդ ազատ տողերը իմ ենթադրմամբ, այսինքն եթե իրենք հանգարց փորձեն արդեն իբր չեզոքացման գործողություն եւ սկսեն կալանավորել այն մարդկանց ում անունները գրված են, հիմնականում հոգեվորականներ, նախկին իշխանության անդամներ, չգիտեմ, սփյուռքահայեր, եւ կան ազատ տողեր, որտեղ իրենք պետք է լրացնեն ըստ հարմար պահի։ Ես ենթադրում եմ, որ այդ տողերը թողել են ազգային ժողովրդական բևեռի համար։ Իրենք իրավիճակից ելնելով, եթե փորձեն կազմակերպել մարդավորս, հիշենք, որ երբ որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորեցին, նրան իրականում տարան, հետո արդարացրած բաց թողեցին, այսինքն մաքրեցին,
դա նախանշան էր, որ իրենք հետագայում կարողանային սասնացերերին կալանավորել, որ չասեն ինչու մենակ սասնացերերին, ասեն Քոչարյանին են կալանավորել, բայց ինչպես գիտեք, Քոչարյանն ազատության մեջ է, բայց սասնացերերը մինչև օրս բանտում են։ Եվ այս գելթոզը նաև կարող է առիթ հանդիսանալ կամ նպատակ ծառայել ռեժիմին, այսինքն կրեմլահապատակ կամ թրքաբոլշևիկյան ռեժիմին, այս փոշու գնդի մեջ ներգրավել նաև Բևերին, այսինքն Բևերը մասնակցություն ունենա, բայց օրինակ Սրբազան շարժման հոգևորական Բագրատի շարժմանը մերոնք 3 կետով աջակցել էին, համաձայնություն էին տվել Նիկոլի հերացում, անցումային կառավարության ձևավորում եւ ազատ արդար ընտրություններ։ Շատ հնարավոր է բաց թողնված տողերը հետագայում իրենք լրացնեն Բևերի ակտիվ մասնակիցների անուններ եւ այդ բոլորի հետ, ասենք Բագրատ Սրբազան կլինի, չգիտեմ, Դաշնակցական կլինի, Հանրապետական կլինի, ում անունները որ գրված է, բոլորին հավաքեն, Բևերի ժողովրդին էլ հետը, հետո նրանց բաց թողեն, այս մի մասին էլ փագի տակ պային եւ վերջ Բևերի գործունեությունը դե մի մասը, ասենք վարուժան ենք բանտում են, մի մասին էլ որ ակտիվին տանեն, դնեն վարուժանի կողքը եւ վերջ ադրբեջանցիները եւ թուրքերը իրենց խնդիրը լուծած կլինեն եւ ներսում արդեն իրենց համար վտանգ չսպառնացող նախկին ու ներկա ով էլ կա իշխանության, միևնույն է նրանք իրենց կոնտրոլի տակ են։ Եթե ոչ ուղիղ իրենց, բայց Պուտինի միջնորդությամբ էլի իրենց կոնտրոլի տակ են, որովհետև եթե իրենք մի բան ցանկանում են, ասենք որ Ռոբերտ Քոչարյանը անի, Նիկոլի դեպքում իրենք ուղիղ զանգում են Նիկոլին, ասենք Ալիևն էլ, Էրդողանն էլ, բայց եթե ուզում են որ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմը դա անի, ի օգուտ Ադրբեջանի Թուրքիայի, նրանք զանգում են Պուտինին, Պուտինը կարգադրում է սրանց։ Այսինքն իրենց մտավախությունը բացառապես մնում է Բևերը, որի գործունեությունից Ալիևն ու Էրդողան ավելի քաջատեղյակ են, քան հայ հասարակությունը։ Ուստի ես խնդրում եմ, ես ոչ երբևիցե չեմ ասել տարածեք իմ եթերները, ես չեմ սիրում, եթե մարդը նայում է եւ հասկանում է, գտնում է հարմար տարածում է, եթե չէ, ես փող չեմ աշխատում, ինձ շագրվելու ոչ բան չկա, իմ նպատակը հայ հանրությանը, իմիջայլոց ասեմ, որ հերթատեսությունները այնքան են վարկաբեկվել, որ ժողովուրդը բոլորովին մտել է համացանց, տարբեր հարթակներ եւ այնտեղ է փնտրում ճիշտը եւ այնտեղ ավելի շատ կեղտ, աղբ եւ սուտ կա։ Ես բանուգործս թողած, ես նույնպես մտնում եմ այդ հարթակ, որոշակի ձևով փորձում եմ նորմալ տեղեկատվություն եւ վերլուծություն անել, որովհետեւ մարդկանց չմոլորեցնեն։ Եվ եթե հավանում եք, որ իմ կիսած, իմ բերած միտքը տեղին է, խնդրում եմ տարածեք, որովհետեւ շատ կարեւոր է, որ հայ հանրությունը հասկանա ու այդ թրքաբոլշևիկյան նախկին ու ներկաներից բացառապես ազատվի։ Եվ դեր կանգնի ազգային ժողովրդական Բևերին, ինչու՞ չէ նաև ֆինանսական աջակցությամբ։ Մնաք խաղաղությամբ։